Աջակցությունից մինչև շնորհավորանք Թրամփը Փաշինյանին եւս մեկ կողմ ձայն է ուղարկել, ինչը գրել ԱՄՆ նախագահը Հայաստանի ընտրություններից հետո։ Ոստիկանապետը դեռ սպասում է իր Բեյջին, իսկ Արա Նաջարյանը հրաժեշտի երեկոյին Գլենդելի քաղաքապետարանում հերթական նիստներ։ Ալիք, որը փոխեց ամեն ինչ, փոքրիկի որոնումները շարունակվում են, իսկ օվկիանոսը դեռ չի հանդարտվում։ Մի ձեռքում բանակցություններն են, մյուսում հրթիռները, որն է ավելի արագ աշխատում՝ դիվանագիտությունը, թե ռազմական պատասխանը։ Այսը միլիարդներ է ստանում, սահմանները նոր հնարավորություն։ Թրամփը ստորագրել է օրենք, որը խոստանում է ավելի փակ Ամերիկա։ Մի գրառում, մի սպառնալիք եւ նավթը կրկին թանկացավ։ Շուկաները լսում են ոչ թե տնտեսագետներին, այլ մերձավոր արևելքի լուրերը։ Պատերազմ չկա Կուբայի հետ, բայց պատրաստություն կա։ Գուանտանամոյում Հեքսեդը հիշեցնում է, որոշ ռազմաբազաներ երբեք արձակուրդ չեն գնում։ Այս եւ մի շարք այլ լուրերի մանրամասները հաջորդ թիվ։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեդիայի YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, ավանդույթի համաձայն կանխավ շնորհակալություն եմ հայտնում բոլորին, մշտապես մեզ աջակցելու համար։ Եթե առաջին անգամ եք դիտում, ապա բաժանորդագրվեք ալիքին։ Սկսենք օրվա լուրերը եւ շնորհավորական ուղերձից, այսպես կոչված ուղերձից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Թրամփը, որը դեռևս ընտրություններից առաջ հրապարակայնորեն աջակցում էր Փաշինյանի վերընտրությանը, Truth Social-ում հայտարարել է, որ վստահ է նրա ղեկավարությամբ Հայաստանը նոր հաջողությունների կհասնի։ Միացյալ Նահանգների նախագահը մասնավորապես գրել է. Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում վճռական հաղթանակի առիթով։ Ես շատ հպարտ էի նրան վերընտրվելու գործում աջակցելու համար եւ կասկած չունեմ, որ նրա հետ, որպես գեղեցիկ Հայաստանի առաջնորդի, այն կհասնի մեծության եւ հաջողության նոր մակարդակների, որը կգերազանցի բոլորի ամենահավակնոտ սպասումները։ Գլենդելի քաղաքային խորհրդի նիստում քննարկվել են քաղաքի կառավարման եւ համայնքային կյանքի հետ կապված մի շարք կարևոր հարցեր։ Նիստի գլխավոր թեմաներից մեկը ժամանակավոր ոստիկանապետ Ռոբերտ Վիլյամսի մշտական ոստիկանապետ նշանակելու հարցն էր։ Սակայն վերջնական որոշում այդպես էլ չկայացվեց, քանի որ խորհրդի ամբողջ կազմը ներկա չէր, որոշվեց հարցը հետաձգել եւ կրկին քննարկել հունիսի 23-ին կայանալիք նիստում։ Միաժամանակ քաղաքային իշխանությունները հայտարարեցին, որ հունիսի 17-ին կկազմակերպվի երկարամյա քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանի հրաժեշտի ընդունելությունը։ Միջոցառումը տեղի կունենա Գլենդելի ոստիկանության վարչության համայնքային սրահում եւ նվիրված կլինի նրա ավելի քան 20 տարվա ծառայությանը քաղաքի ղեկավարությունում։ Խորհուրդն անդրադարձավ նաև Գլենդելի նոր արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցման եւ պատրաստվածության ծրագրի։ Փաստաթուղթը նախատեսում է ուժեղացնել քաղաքի պատրաստվածությունը երկրաշարժերի, անտարային հրդեհների, ջրհեղեղների, ծայրահեղ շոկի եւ այլ արտակարգ իրավիճակների դեպքում։ Քաղաքապետարանը բնակիչներին կոչ է անում ծանոթանալ ծրագրին եւ մասնակցել հանրային քննարկումներին իրենց առաջարկություններով։ Նիստի ընթացքում հայտարարվեց նաև, որ հունիսի 14-ին նախատեսված է հատուկ միջոցառում, որը նվիրված է Գլենդելի պատմության առաջին հայ բնակչին։ Միջոցառումը կազմակերպվում է Գլենդելում հայկական ներկայության 130-ամյակի շրջանակում եւ նպատակ ունի ներկայացնել այն պատմական ճանապարհը, որով հայերը հաստատվել են քաղաքում։ Նիստի ավարտին խորհրդի անդամները շնորհավորել են Գլենդելի դպրոցների շրջանավարտներին, մաղթելով հաջողություններ նրանց հետագա կյանքում։ Քաղաքային ղեկավարությունը նաև ընդգծել է, որ այսօրվա շրջանավարտները վաղվա մասնագետներն ու առաջնորդներն են, որոնք կձևավորեն քաղաքի ապագան։ Լագունա Բիչում անընդմեջ երկրորդ օրը շարունակվում են դեռահաս աղջկա որոնումները։ Երեկ երեկոյան Treasure Island Beach լողափում աղջիկը, նրա մայրը եւ եղբայրը քայլում էին ափի երկայնքով, երբ մեծ ալիքը նրանց քշել է դեպի ծով։ Դեպքի ականատես երկու քաղաքացի անմիջապես նետվել են օգնության ու կարողացել փրկել մորն ու տղային։ Երկուսն էլ տեղափոխվել են անվտանգ վայր եւ գտնվում են կայուն վիճակում։ Լագունա Բիչի ծովային անվտանգության ծառայության ղեկավար Քայ Բոնսի խոսքով որոնողական աշխատանքներն ընդլայնվել են եւ այժմ ընդգրկում են հարակից լողափերը։ Որոնումներին մասնակցում են ջրասուզակներ, փրկարար նավեր, ուղղաթիռներ, Օրինջ շրջանի շերիֆի նավային պարեկային ստորաբաժանումը եւ ԱՄՆ առափնյա պահպանությունը։ Երեկ էր հայտարարվել ընդամենը հարավային Կալիֆոռնիայի ափերին այս օրերին վտանգավոր
հնարավոր ծովային պայմանների մասին։ Շատ լողափերում ալիքների բարձրությունը հասնում է 5-ից 8 ֆուտի, իսկ որոշ հատվածներում մինչև 10-ը։ Օդերևութաբանների խոսքով բուժեղալիքները պայմանավորված են հարավային կիսագնդում ձևավորված ձմեռային փոթորիկներից առաջացած հսկայական ծովային ալեկոծությամբ, որը հասել է հարավային Կալիֆոռնիայի ափեր։ Նախազգուշացումը գործելու է մինչև 5-շաբթի երեկոյան։ Այս պահին դեռ աղջիկը շարունակում է համարվել անհետ կորած, իսկ որոնողական գործողությունները շարունակվում են։ Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունը կրկին սրվել է նոր փոխադարձ հարվածներից հետո, ինչը վտանգի տակ է դնում վերջին ամիսներին ընթացող խաղաղության բանակցությունները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Հորմուզի նեղուցի շրջանում խոցել է ամերիկյան ապաչի ռազմական ուղղաթիռ, ինչից հետո Միացյալ Նահանգները պատասխան հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ Կենտրոնական հրամանատարության տվյալներով թիրախավորվել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադարներն ու հրամանատարական կենտրոնները։ Վաշինգտոնը գործողությունը ներկայացնում է որպես համաչափ պատասխան ամերիկյան ուժերի և առևտրային նավերի դեմ իրականացված հարձակումներին։ Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ հարվածներ են հասցվել Հորմուզի նեղուցի տարածքում գտնվող Քեշմ կղզուն և Բենդար Լենգեհ նավահանգստային շրջանին։ Միաժամանակ Թեհրանը հերքել է ապաչի ուղղաթիռը խոցելու մասին մեղադրանքները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը անպատասխան չի թողնի որևէ հարձակում կամ սպառնալիք։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է, որ պատասխան գործողությունների շրջանակում հարվածներ են հասցրել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային, ինչպես նաև Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ևս 21 թիրախի, այդ թվում Քուվեյթում և Բահրեյնում։ Միացյալ Նահանգների պաշտոնյաների խոսքով Իրանի արձակաթերթիրների և անօդաչու սարքերի ճնշող մեծամասնությունը խոցվել է, և ամերիկյան զինծառայողների շրջանում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հայտնի է նաև, որ ապաչի ուղղաթիռի 2 անդամները գտնվում են կայուն վիճակում։ Այսօր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Secure America Act օրենքը, որը մինչև իր պաշտոնավարման ավարտը լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրում ներքին անվտանգության նախարարությանը, սահմանապահ ծառայությանը և այսին ներգաղթի ու մաքսային վերահսկողության գործակալությանը։ Սպիտակ տանը կայացած միջոցառման ընթացքում Թրամփը հայտարարել է, որ օրենքով 38 միլիարդ դոլար կհատկացվի այսին, 26 միլիարդ դոլար սահմանապահ ծառայությանը, որպեսզի ուժեղացվեն սահմանների վերահսկողությունն ու ապօրինի ներգաղթի դեմ պայքարը։ Նախագահը կրկին պնդել է, որ իր վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների հարավային սահմանը դարձել է պատմության ամենաապահովներից մեկը։ Նրա խոսքով վերջին 11 ամիսների ընթացքում հարավային սահմանից ապօրինի մուտքերի թիվը գրեթե 0-ի է հասել, իսկ ֆենտանիլի մաքսանենգությունը զգալիորեն նվազել է։ Լրագրողների հարցերին պատասխանելիս Թրամփը անդրադարձել է նաև Իրանի հետ լարվածությանը, հայտարարելով, որ վերջին օրերին ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական ռազմական թիրախներին, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են իրականացվել նաև նոր գործողություններ։ Նա նաև պնդել է, որ Իրանի ղեկավարությունը պետք է ընտրություն կատարի բանակցությունների և հետագա բախումների միջև։ Նախագահը նաև նշել է, որ չնայած Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությանը, Միացյալ Նահանգների տնտեսությունը շարունակում է աճել, իսկ նավթի գների հետագա նվազման ակնկալիքները պահպանվում են։ Նախագահի հայտարարություններին զուգահեռ հրապարակվել են մի քանի զեկույցներ, որոնք այլ պատկեր են ցույց տալիս։ Նավթի համաշխարհային գները աճել են։ Այսօր Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մինչև 1 բարելի դիմաց 93 դոլար, գրանցելով շուրջ 2% աճ։ Շուկաների արձագանքը հետևել է նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որտեղ նա մեղադրել է Իրանին բանակցությունները ձգձգելու մեջ և զգուշացրել, որ Թեհրանը պետք է վճարի դրա գինը։ Միևնույն ժամանակ Իրանը հայտարարել է, որ վերանայելու է Միացյալ Նահանգների դիվանագիտական շփումները այն բանից հետո, երբ կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ Վերջին զարգացումները կրկին կենտրոնացրել են ներդրողների ուշադրությունը Մերձավոր Արևելքում պատերազմի ռիսկերի և նավթի մատակարարումների հնարավոր խափանումների վրա։ Բացի այդ, Իրանը զգուշացրել է, որ կարող է վերսկսել ռազմական գործողությունները, եթե Իսրայելը շարունակի հարվածները Լիբանանում գործող Հեզբոլլահ խմբավորման դեմ։ JP Morgan բանկի վերլուծաբանները կանխատեսում են, որ Brent տեսակի նավթի միջին գինը 2026 թվականի մյուս հատվածում կարող է պահպանվել շուրջ 100 դոլարի մակարդակում։ Մեկ այլ վերլուծության համաձայն Միացյալ Նահանգներում գնաճը մայիսին հասել է վերջին 3 տարիների ամենաբարձր մակարդակին։ Աշխատանքի նախարարության հրապարակած տվյալների համաձայն սպառողական գների ինդեքսը CPI-ը 1 տարվա ընթացքում աճել է 4.2%-ով։ Սա ամենամեծ տարեկան աճն է 2023 թվականի ապրիլից ի վեր և արդեն 3-րդ անընդմեջ ամիսն է, որ արձանագրվում են գնաճի զգալի բարձր ցուցանիշներ։ Տնտեսագետները նշում են, որ ավելի ու ավելի շատ ամերիկացիներ ստիպված են օգտագործել իրենց խնայողությունները առօրյա ծախսերը միայն հոգալու համար։ Միաժամանակ գնաճն արդեն անընդմեջ երկրորդ ամիսը գերազանցում է աշխատավարձերի աճի տեմպին
ինչը նվազեցնում է բնակչության գնողունակությունը։ Գնաճի հիմնական պատճառներից մեկը վառելիքի թանկացումն է։ Միացյալ Նահանգների էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով մայիսին բենզինի միջին գինը երկրում աճել է 8.8%-ով, հասնելով 1 գալոնի դիմաց $4.60-ի։ Չնայած վերջին շաբաթներին վառելիքի գները որոշ չափով նվազել են, տնտեսագետների մի մասը զգուշությամբ ենթադրում է, որ այն կարող է կրկին բարձրանալ։ Բարձր կենսապահովման ծախսերը շարունակում են քաղաքական մարտահրավեր մնալ նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Նրա վարչակազմը իշխանության էր եկել գնաճը նվազեցնելու խոստումներով։ Մերձավոր արևելքի լարվածությանը զուգահեռ Միացյալ Նահանգները նոր հավանական պատերազմի է պատրաստվում։ Պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը այցելել է Կուբայում գտնվող Գուանտանամոյի ամերիկյան ռազմաբազա ու հայտարարել, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը պատրաստ են ցանկացած հնարավոր զարգացումների կապված Կուբայի ապագայի եւ տարածաշրջանային անվտանգության հետ։ Զինծառայողների հետ հանդիպման ընթացքում Հեքսեթը նշել է, որ Կուբայի ապագան այդուամենայնիվ կախված է Միացյալ Նահանգների նախագահի եւ Կուբայի ղեկավարության որոշումներից, սակայն անկախ քաղաքական զարգացումներից նախարարությունը պատրաստ կլինի ցանկացած սցենարի։ Նա ընդգծել է, որ Գուանտանամոյի ռազմաբազան շարունակում է մնալ Միացյալ Նահանգների համար կարևոր ռազմավարական հենակետ։ Հեքսեթը հիշեցրել է, որ շուրջ 20 տարի առաջ ինքն էլ է ծառայել նույն բազայում որպես զինվոր կալանավայրի առաքելության շրջանակում։ Նախարարը հայտարարել է, որ այցի նպատակն է համոզվել, որ բազան ունի անհրաժեշտ բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները իր առաքելությունը լիարժեք իրականացնելու համար։ Microsoft-ի համահիմնադիր եւ միլիարդատեր Բիլ Գեյթսն այսօր կոնգրեսում փակ լսումների ժամանակ հայտարարել է, որ Ջեֆրի Էփստեյնի հետ իր շփումները եղել են լուրջ դատողության սխալ։ Գեյթսը օրենսդիրներին ասել է, որ պետք է երբեք չհանդիպեր Էփստեյնին, սակայն պնդել է, որ որևէ մասնակցություն չի ունեցել նրա հանցագործություններին եւ երբեք չի նկատել կամ տեղեկություն չի ունեցել, որ Էփստեյնը շարունակում էր զբաղվել քրեական գործունեությամբ։ Կոնգրեսի վերահսկողական հանձնաժողովը ժամեր շարունակ հարցաքննել է Գեյթսին պարզելու, թե ինչ բնույթի հարաբերություններ է ունեցել նա սեռական հանցագործությունների համար դատապարտված ֆինանսիստի հետ։ Արդարադատության նախարարության հրապարակած վերջին փաստաթղթերում Գեյթսի անունը մի քանի անգամ հայտնվել էր Էփստեյնի գործին առնչվող նյութերում։ Գեյթսը հայտնել է, որ Էփստեյնի հետ ծանոթացել է բարեգործական ծրագրերի շրջանակում եւ հավատացել է նրա խոստումներին, թե կարող է միլիարդավոր դոլարների աջակցություն ներգրավել համաշխարհային առողջապահական նախաձեռնությունների համար։ Սակայն ըստ Գեյթսի, նա 2014 թվականին դադարեցրել է շփումները, երբ հասկացել է, որ այդ խոստումները չեն իրականանում։ Օրենսդիրների հիմնական հարցերից մեկն այն էր, թե ինչու է Գեյթսը շարունակել հանդիպել Էփստեյնին, նույնիսկ այն բանից հետո, երբ վերջինս արդեն մեղավոր էր ճանաչվել անչափահասի հետ սեռական բնույթի հանցագործության համար։ Որոշ կոնգրեսականներ քննադատել են Գեյթսի որոշումները, նշելով, որ նա գիտեր Էփստեյնի անցյալի մասին, սակայն շարունակել է շփումները իր հիմնադրամի համար ֆինանսական աջակցություն գտնելու նպատակով։ Գեյթսը նաև հայտարարել է, որ երբեք չի այցելել Էփստեյնի մասնավոր կղզի կամ նրա հայտնի առանձնատները եւ ընդգծել է, որ ինքը երբեք որևէ մեկին չի վնասել կամ շահագործել։ Այսքանն էինք առանձնացրել օրվա լրահոսից, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։